Ոնց են խափում ընտրողին։ Գնում է Նիկոլը իր թիմով որևէ շրջան, Էրեբունի շրջան կամ Շենգավիթ վարչական շրջան, կամ Սյունիք, որևէ քաղաք կամ գյուղ։ Այնտեղ բերվում են նախորոք պատրաստված մարդիկ։ Եվ գովում են Նիկոլին, շնորհակալություն են հայտնում իբր խաղաղության համար, թոշակների բարձրացնելու համար։ Լինում են դեպքեր, երբ չնախատեսված անձ է հայտնվում այդտեղ, աշխատում են այդ մասին չխոսել։ Ընդդիմադիր լրատվամիջոցները գրում են, ցույց են տալիս այդ մասին, բայց դա իրենց աշխատանքի խոտանն է, նրանք աշխատում են այդ մասին չխոսել, ցույց չտալ։ Եվ կիրառելով հսկայական մեդիա ռեսուրս, լրատվամիջոցներ, սոցիալական ցանցեր, նրանք ցույց են տալիս, թե իբր Նիկոլը դրական կերպար է։ Նիկոլից ստեղծում են հերոս։ Արարատ Միրզոյանը ինչ էր ասում, երեկ եթե չեմ սխալվում, ասում էր, որ թրիփը դա հաջողություն է, դա հաղթանակ է, դա զարգացման միջոց է։ Հարգելիներս, եթե դա ծուղակ չէ Հայաստանի համար, եթե դա տարածքի հանձնում չէ, եթե դա արտատարածքային միջանցք չէ, դրա իմաստը ո՞րն է։ Բացում եք բոլոր ճանապարհները։ Խնդրեմ Ադրբեջանի ժողովրդի համար, Նախիջևանի բնակիչների համար, Թուրքիայի համար, բաց են, գնացեք, եկեք։ Ո՞րն է խնդիրը։ Ոչ, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացին չպետք է տեսնի հայ սահմանապահին, չպետք է տեսնի հայ մաքսատան աշխատողին, մաքսային ծառայության աշխատողին։ Սա ծուղակ է, Ադրբեջանը թույլ է տալիս իր տարածքով բեռներ տեղափոխել։ Նա յուրաքանչյուր վայրկյան կարող է կանգնեցնել, իսկ դուք Նիկոլ Փաշինյան չեք կարող կանգնեցնել թրիփով Ադրբեջանի կամ Նախիջևանի բեռների կամ ուղևորների փոխադրումը, որովհետև դուք ստորագրել եք միջանցք, այո, դուք չեք կոչում դա միջանցք, դուք ասում եք ճանապարհ, բայց իմաստը նույնն է, ոչ մի տարբերություն։ Եվ գոչում եք, թե խաղաղություն է, տեր եղիր խաղաղությանը, չկա խաղաղություն։ Սուրբ գրքում, Աստվածաշնչում գրված է, գործերով կգնահատեք մարդկանց, իրենց արած գործերով, թե ինչ է արել այդ մարդը, ինչ է արել Նիկոլ Փաշինյանը։ 19 թվին Մինսկի համանախագահ 3 պետությունների, 3 գերտերությունների, միջուկային տերությունների կողմից ներկայացվել է առաջարկ Նիկոլ Փաշինյանին, սեղանին է դրվել կարգավորման այսպես կոչված Լավրովի պլանը 5+2։ Ինչ էր ենթադրում այդ պլանը։ Վերադարձնում ես 5 շրջանը առանց պատերազմի, 5 շրջանը վերադարձնում ես, մնում է Քելբաջարի շրջանը եւ Լաչինի շրջանը Հայաստանի վերահսկողության տակ եւ ողջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի վերահսկողության տակ, միջանկյալ կարգավիճակի փոխարեն։ Այդ վերադարձված տարածքներում բնակվում են ադրբեջանցիները, բայց 1000 ադրբեջանցու, 1000 բնակչին միայն 1 ոստիկան իրավունք ունեն պահելու։ Նվեր էր այս ամենը, դուք թաքցրիք ժողովրդից։ Դուք հրապարակում բղավում էիք, թե պետք է բավարարի Ադրբեջանի ժողովրդին, Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին։ Արդյունքում ինչ արեցիք, թաքցրեցիք, անպատասխան թողեցիք այդ ծրագիրը եւ գնացիք 19 թվականին Ստեփանակերտ եւ բղավեցիք, թե Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այն ժամանակ Լավրովն ասում էր Հայաստանը բանակցային process-ը տանում է փակուղի։ Դուք չընդունեցիք դա։ Ինչու։ Չեք բացատրում, թե դուք ինչու չվերադարձրիք 5 շրջանը միջանկյալ կարգավիճակի փոխարեն։ Ինչու դա չարեցիք, Նիկոլ Փաշինյան։
Որն էր դրա պատճառը։ Ինքներդ խոստովանել եք, ճիշտ է այդ խոստովանությունը թե չէ, ես վստահ չեմ, բայց դուք ասել եք, եթե ես առանց պատերազմի վերադարձնեի, ինձ կասեին դավաճան։ Ինչ է նշանակում։ Ինչ է ստացվում, որ դուք, որպեսզի ձեզ դավաճան չասեն, որպեսզի դուք մնաք ձեր պաշտոնին, դուք վիժեցրիք բանակցային գործընթացը։ Եվ այսօր ինչ եք խոստանում ժողովրդին։ Այսօր խոստանում եք բարեկեցություն, խաղաղություն, ուր է այդ խաղաղությունը։ Սիրելի հայ ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանը ստել է եւ նա բերելու է Հայաստան 300,000 ադրբեջանցիների, բնակեցնելու է Հայաստանում։ Փոխարենը Թուրքիան բացելու է իր սահմանը։ Փոխարենը Ադրբեջանը թույլ է տալու իր տարածքով բեռների փոխադրմանը։ Հիշեցնեմ, որ անցած տարի հունիսին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Ստամբուլ Էրդողանի հետ հանդիպելու, անմիջապես հանդիպումից հետո թուրքական մամուլը գրեց, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է Էրդողանին Հայաստանի տարածքում 10 մզկիթների կառուցումը։ Հերքվեց վարչապետի մամուլի խոսնակի կողմից, բայց ինչ է 10 մզկիթը։ Մենք ունենք 10 մարզ եւ Երևանը։ Երևանում կա մզկիթ, մարզերում չկա։ Համընկնում է թիվը թուրքական մամուլի հրապարակած։ Եվ համընկնում է Ադրբեջանի նախագահի խոսույթին, Ադրբեջանի նախագահի ծրագրին, որ մենք վերադառնալու ենք մեր պատմական հայրենիք Արևմտյան Ադրբեջան։ 10 մզկիթ, սիրելի ժողովուրդ, եթե դուք ուզում եք, որ ձեր մարզում լինի 10 մզկիթ, գնացեք ընտրեք Փաշինյանին։ Եթե դուք ուզում եք, որ Եվրամիությունը ազատականացնի վիզաները, եւ երբ որ ադրբեջանցիները կգան իրենց մեքենաներով Հայաստան, այդ ազատ վիզաների պայմաններում ժողովրդի մեծ մասը դուրս լիգա Հայաստանից, չցանկանալով ապրել ադրբեջանցիների հետ։ Եվ ինչ տեղի կունենա։ Ինչ տեղի կունենա։ Այսքան շենքերը, որ կառուցվում է Երևանում, մոտ 1000 շենքի շինթույլտվություն է տրվել։ 300,000 մարդու բնակարան է պատրաստվում Հայաստանում, ում համար է պատրաստվում։ Չի համընկնում թվերը։ 300,000 բնակարան Երևանում, 300,000 ադրբեջանցի վերադառնում է Արևմտյան Ադրբեջան, 10 մզկիթ է կառուցվում Հայաստանում։ Բոլորը բոլորի հետ համընկնում է։ Որոշեք, ում օգտին եք քվեարկելու։